Բարեկամներ բացենյակը սիրով շարունակում է իր ընթացքը եւ այժմ արդեն բաց են մեր հյուրասրահի դռները ու մենք սիրով ընդունել ենք մեր հյուրերին ներկայացնենք նրանց Եվ այո բազականներն են լորեցի բազականները ինչպես միշտ հաղթանակած ինչպես միշտ սովոր հետեւյալ արտահայտությունը կրկնելով լորին պետք է զորի ու պետք է հաղթի եւ նրանք այսօր այստեղ են սիրով ներկայացնում ենք մեր ջոկատի ղեկավարին Կարեն Գիգոլյանին Ռիտա Ներսիսյանին եւ Ալբերտ Շահինյանին Բայլույս Ռիտան Ներկայացրու խնդրեմ Ռիտան այո հանդես է եկել երգ երաժշտության հա այդպես էր անվանակարգ անվանվում երգի մրցույթներ Երգի մրցույթում մի խոսքով լորվա երգը ներկայացրել է Ռիտան իսկ այն որ շախմատիստները լորիում շատ են Ալբերտն էլ ապացուցել է ողջույն նաեւ հաղթողներն են չէ շատ որովհետեւ Ալբերտը եկել է հենց հաղթանակով շնորհավորում եմ Եվ մերոնք ընդհանուր համաձայն այն գաղափարին, որ լորին պետք է միշտ առաջատար լինի, այս տարի եւս ապացուցեցիք։ Ինչպես եք։ Շատ լավ։ Հաղթանակած։ Տրամադրությունը բարձր։ Մինչ եթերը անդադ ասում ենք, մենք մի ընտանիք ենք, մենք մի ընտանիք ենք։ Կարեն իրոք մի ընտանիք էիք։ Իհարկե, մենք մի ընտանիք պես այդ 7 օրը Չնայած այն հանգամանքին, որ բոլորս է տարբեր ընտանիքներից, տարբեր մտածելակերպի մարդիկ էինք, բայց մենք կարողացանք մի ընտանիքի պես այդ 7 օրը իրար ամեն ձև հասկանանք, թե կատակները եւ թե ամեն հարցում եւ այդ պահից էլ սկսեցինք ասել ու մինչեւ վերջը պահեցինք, որ մենք մի ընտանիք ենք։ Կեցեք դուք որպես մի ընտանիքի նախանշան, այսպես ասած, ծառայում էր երևի թե այն փաստը, որ յուրաքանչյուրի թեվի վրա կար գրված դբալավը, հա։ Այսինքն այդպես հասկանում են, որ դուք մի ընտանիք եք։ Դա մեր կարգախոսներ, անցած տարի եղել էր բազեականներ եւ լորեցիները գնացել էին բազե, ասում էին լորի բոլորին կզորի, այս տարի մեր կարգախոսը դբալավն էր։ Ինչու ընտրվեց։ Տեսիմ այդպես որ սպիտակով գալիս է սերնա։ Գիտեմ, հա, բայց ինչու մենք բոլորին դա բացատրում էինք, որ հենց մտնում ես լորու տարածք, պաստար կա։ Եվ մտածում էինք ինչ կարգախոս կարել է, բոլորիս մտքին միանգամից այդ առաջացավ դբալավը։ Եվ առաջին օրվանից մենք բոլորս մեր ձեռքերին գրել է տատու ենք արել դբալավը եւ բոլորը մեզ տենց են ճանաչում։ Այսինքն նշանակում է որ շատերը եթե չգիտեն որ դուք Վանաձորից էին կմտածեին նոր քաղաք է ստեղծվել այնտեղ կոչվում է դբալավը ու լավիությամբ գնալ պետք է լորեցիների հետ շփվել իսկ եթե բազում եք առավել եւս։ Ռիտա կայներ հենց մեջտեղում դբալավայի կողքին։ Այո, Ռիտա որքանով էր դժվար ներկայացնել երգը եւ կարծում եմ մրցակցությունը ու մրցակիցների թիվը բավականին շատ էր ու որակական առումով էլ եւս կարծում եմ պայքարը հեշտ չէ եղել։ Իհարկե պայքարը շատ դժվար էր, մրցակիցներն էլ շատ ուժեղ էին, բոլորը հիանալի ձայներ ունեին։ Դժվար էր այն առումով, որ ներկայացում են երգի պրեմիերա։ Մտածմունքներ կար, որ չի ընդունվի, բայց շատ սիրվեց։ Իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ երգի հեղինակին Արտուր Ղազարյանին, ով սիրով տրամադրեց այդ երգը ինձ, մեծ սիրով կատարեցի։ Մի քիչ կերկեր։ Տեսնում եք։ Հարգելի բարեկամներ, լսենք Ռիտային։ Իհարկե։ Ծիրանի երկիրն այրան, կանչում ես քո գիրկն աննման, դե եկեք հասնենք Հայաստան, մեզ իր գիրկն առնի Արմենիան։ Կեցերიდან հրաշալի ձայն։ Շնորհակալություն։ Իդեպ Կարեն քեզ ունեմ հարց, այ դժվար չէր համախմբելը որպես ջոկատի ղեկավար։ Բնականաբար երիտասարդները այսպես կան չէ, նրանց մեջ շատերը ովքեր չեն ուզում ենթարկվել։ 9 հոգի չէ։ 9 հոգի էր մեր ջոկատում, այդպիսի խնդիր չի եղել։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնեմ բոլոր 9 մասնակիցներին, ինձ իրանց հետ միասին բոլորից, որովհետև առաջին օրվանից գնացինք մտածում ենք իրոք շատ դժվար կլինի, առաջին օրը մեզ օրակարգ տվեցին այնտեղ եւ մենք ընդամենը մեկ անգամ ենք զրուցել երեխեքի հետ, որ երեխեք ջան, ժամը օրինակ 8:30 մենք պետք է արթնանանք, 9-ին լինենք ճաշանում եւ խնդիր չի ել, ես ոչ մի անգամ ոչ մեկին չեմ զանգարել, չեմ ասել ժամին պետք է այստեղ լինի, սաղ իրար հետ համախմբված ամեն ինչ իր ժամանակին արել են։ Շատ մի ընտանիքի նման է, որտեղից է գալի մի ընտանիք։ Ալբերտ ընտանիքում ավելի շատ շախ էր, թե մատ։ Շախ։ Իսկ ընտանիքից դուրս մատ։ Ես ուզում եմ նաև դու ներկայացնես, որքանով էր դժվար, որքանով էր հեշտ մրցակիցների հետ պայքարում դուրս գալ ու ապացուցել, որ լորիում շախմատն են լավ դեր ունի ու բարձր հորիզոնականների վրա է դրված։ Ընդհանուր մրցումները դժվար էր նրանով, որ օլիմպիական համակարգով էր ընթանում, այսինքն միապարտության դեպքում լքում ես մրցումները, բնականաբար դա լարվածության տեսակետից ավելի է լարում խաղացողին,
Եվ մյուս դժվարությունն էր, որ 5 րոպեանոց էր, յուրաքանչյուրին բարձրի համար տրվում էր 5 րոպե ժամանակ, բայց ես 5 րոպեանոց մրցումներ մասնակցել եմ, բավականին շատ եմ խաղացել, ընդհանուր առմամբ կարողանում էի տեղավորվել այդ ժամանակում։ Ամեն դեպքում հաջողությունն էլ եղավ, մեր ջոկատն էլ շատ օգնեց, մրցումները շախմատի 3-րդ օրն էր ընդամենը, մինչև այդ օրը անընդհատ ոգևորում էին, անընդհատ ասում են պիտի հաղթես։ Բացի այդ ընթացքում մրցակիցների հետ էլ կարողացա ծանոթանալ, մարտավարություն մշակել, հաջողվեց։ Սոցցանցերում կար մի տարբերակ, որ բոլոր ջոկատները, անկախ նրանից, թե նրանք Լորիից էին, Գեղարքունիքի մարզից էին, Երևանից էին, բոլորին համախմբում էր այն միտքը, որ իսկապես ինչպես պարզ դարձավ վերջում, նաև հաղթում էր Եռագույնը։ Ինչն էր բոլոր երիտասարդությանը, ողջ երիտասարդությանը միավորող գործոնը, Կարեն խնդրեմ։ Իրոք հաղթեց Եռագույնը, մենք բոլորով համրցակցություն կար առաջին օրերին, բայց վերջին արդեն մի քանի օրը լրիվ ընկերական միջավայր էր, թե կարմիր ճակատի հետ, թե նարնջագույն։ Իրոք հաղթեց Եռագույնը, շատ լավ էր։ Չեք կարոտում ձեր ընտանիքի մյուս անդամներին։ Ես ուզում եմ ասեմ, որ գնացինք փոքր ընտանիքով, բայց վերադարձանք մի մեծ ընտանիք, ճիշտ է նրանք հիմա մեզ հետ չեն, մենք Լոռիում ենք, նրանք Երևան, Ղարաբաղ, բայց վերադարձել ենք մի մեծ ընտանիքով։ Իսկ կապը կա։ Այո, իհարկե։ Շարունակում եք։ Կապը կա, հիմա էլ այսօր ժամը 7:30 Երևան բոլոր կապույտ ջոկատի մասնակիցներով պետք է հավաքվենք, ով հնարավորություն ունի ժամանակի առումով, թե ինչ-ինչ խնդիրներով կարող է գնալ, եւ հավաքվում ենք, իրոք հարազատությունը կա։ Կապը պաշտպանում ենք թե սոցցանցերում, թե հանդիպում ենք, ամեն ձև կապը պաշտպանում ենք։ Ալբերտի համար ամենակարևորը այն, որ ինքը եւս բազայականների շարքում էր ու ուներ հնարավորություն ներկայացնելու մեր մարզը։ Ինչն է այդ ընթացքում։ Իհարկե մրցումները իր հերթին կարևոր են, բայց չի ասի դա էր ամենակարևորը։ Ընդհանուր միջոցառմանը ես կցանկանայի նշել, որ երիտասարդական շատ լավ ծրագիր է բազեն, նոր ընկերներ ձեռք բերեցի, հանձինս հատկապես մեր ջոկատի անդամներին ու նորից եւս մեկ անգամ կցանկանայի նշել, որ մեր ջոկատը թող մեծամտություն չհնչի, շատ էր առանձնանում մյուսների ֆոնի վրա իր համախմբվածությամբ, իր կազմակերպվածությամբ եւ դա հատկապես նշում էին կապույտ ճակատի բոլոր ջոկատների ղեկավարները, ղեկավար կազմը կապույտ ջոկատի, եթե նաեւ մեր ջոկատի ղեկավարի շնորհքն էր դա, անընդհատ միջոցառումներ էր տեղի ունենում, շատ ուրախ էր անցնում ժամանակը, հիմնականում դա կնշեի որպես ձեռքբերում, իսկ մրցումը երկրորդական նույնպես հաճելի էր որտեղ։ Եկեք հաղթանակի զգացողությունների մասին կիսվեք, հա, մեզ հետ։ Կարեն։ Առասարակի ինչ բերեցիք դբալավը կարկախսով, դբալորի։ Ահա։ Շատ տեղեր զբաղեցրինք, բոլորն արդեն գիտեն շախմատի եւ միջճակատային եւ ներճակատային մեծ հաջողություններ ունեցանք պարանի ձգմանը։ Կուզեի նշել, որ բոլոր միջոցառումներին սպորտային, ինչա բոլորը մեր ջոկատը մասնակցել է եւ Սպորտլանդիային ենք մասնակցել եւ ազգային խաղեր, հրաձգություն, լող, ֆուտբոլում էլ ենք մեծ հաջողություն ունեցել, առաջի տեղը զբաղեցրել մեր ջոկատից սպիտակից գորներ, առաջի տեղ վոլեյբոլում ենք ունեցել մեծ հաջողություններ, շատ։ Դուք տեսնում եք, չէ՞, սիրելի հեռուստադիտողներ ջան։ Դուք խնդրում եմ նկատեք, որ այսօր մեր սեղանը շատ տարբեր է։ Նկատեցիք, ապրեք։ Հետո կանջ է։ Եվ մի բան կուզեի նշել, որ մեր թիմը, մեր ջոկատը նրանով էր տարբերվում, որ ամեն երեկո ժամը 12-ին մենք հավաքվում ենք ճակատի ղեկավարի հետ եւ ջոկատի ղեկավարներով եւ միշտ շնորհակալություն էին հայտնում Լորվա ջոկատին իրանց համախմբվածության եւ ակտիվ մասնակցության համար։ Այդ 7 օրերի ընթացքում ես ոչ մի նկատողություն իմ ջոկատի ուղղությամբ չեմ նկատել եւ չեն ասել ոչ մի բան։ Կան ջոկատներ կային, որ ինչ որ զգուշացումներ էին անում, նկատողություններ, իմ ջոկատի հետ կապված այդպիսի խնդիր չի եղել։ Կեցեք, իսկապես։ Ես ուզում էի հարցնել, արդյոք հետաքրքիր դեպք չի գրանցվել զվարճալի այդ ընթացքում։ Ինձ թվում է գրանցված կլինի, բայց օրինակ մեկը շփոթված գնար նանջագույն ջոկատ, հետո վերնաշապիկից գայք որ չէ, մերոնցից։ Դե շատ հետաքրքիր պահեր են ելել, երկրորդ թե երրորդ օրներ արդեն չեմ հիշում, մենք ֆլեշ մոբ կազմակերպեցինք կապույտներում, ավելի շատ լոռեցիները կարելի ասել, հարսանիք էին կազմակերպել, որտեղ փեսան ես էի, եւ սպյուրկահայ մի աղջիկ էր, ու տենց օբշի ջոկատներով եւ
գույներով ֆռում էինք, մեծ զուռնադհոլով, ամեն ինչ ունեինք։ Անկամ սպիտակ հարսի կոշիկը։ Ազապաշ քավորվան, այդտեղից սկսեց արդեն մյուս գույների ֆլեշ մոբերը, բայց բացումուկ մենք ենք արել։ Մենք ինձ հասել էր այդ տեղեկատվությունը, դրա համար ասեցի խնամիների։ Շատ ուրախ է անցնում։ Շատ որ խոսենք երկար խոսենք։ Չկա այդ հարսիկին բերելու։ Դուբալավ։ Ցավոքն արդեն Փարիզում է։ Սպյուրքահայի ջոկատից էր մեր հարսիկը, բայց այսօր կհանդիպենք հուսով։ Շատ հրաշալի է, իսկ եթե խոսենք այն ինչ կուզեիք տեսնել բազայում հաջորդ անգամներին, կա այդպիսի մի բան։ Ռիտա։ Ինձ թվում է չէ, շատ խիտ գրաֆիկ էր բազայում ու շատ բոլորս է գնացել էինք ակտիվ հանգստի, ակտիվ հանգիստ է բազայում, շատ խիտ գրաֆիկ էր, շատ հետաքրքիր էր, ազատ ժամանակ չունենք, ի տարբերություն մյուս բազայի հավաքներին, այս տարի մեր մոտ կար նաև ռազմական դասընթացներ եւ առաջին բուժօգնության դասընթացներ, որտեղ էլի լոռեցիները ակտիվ մասնակցել են, ի տարբերություն մնացած գույների, նարնջագույնի եւ կարմիրի, եթե ռազմականին պետք էր հավաքվել, ասենք 16 մասնակից, այն գույներից հավաքվում էին 10, կապույտները հավաքում էին 20-25 մասնակից, պարտադիր լոռեցիները շատ այդ ամեն ինչով տարբերվում էինք։ Դե հանից հետո չի փոխվել գույների նկատմամբ ձեր զգացողությունները, ասենք չեք սկսել այն գույները սիրել, որոնք դուք կայք։ Բնականաբար կապույտները ավելի ջերմ էինք իրար հետ, ավելի լավ հարաբերություններ, դե մի հարկում 7 օր պատկերացրեք մի ընտանիքի պես, այնտեղ այդպիսի բան չկար, իմ սենյակ, քո սենյակ, բոլորը հավաքվում էին միտեղ, թե խաղեր, թե ժամանց, ամեն ձև ուրախ էր անցնում։ Շատ լավ, Ռիտա, քո զգացողությունների մասին ինչն է, որ ամենաշատն է քո մեջ տպավորվել։ Ոյ, զգացողություններս աննկարագրելի են, ես ինչ եկել եմ, ինձ բոլորն ասում են պատմի, ասում եմ չեմ կարող պատմել, որովհետև աննկարագրելի են։ Պատմեմ։ Իդեալական էր ամեն ինչ, հագեցած ամեն մի ժամը, ամեն մի վայրկյանը, շրջապատված հիանալի ջոկատի անդամներով, իսկականից մի ընտանիք, չեմ կարող չասեմ այդ բանը, իսկականից մի ընտանիք ենք դարձել ոչ միայն ջոկատի ներսում, այլև ամբողջ ճակատով։ Ողջունում եմ կապույտ ճակատին։ Տարոտում ենք բոլորին շատ Ալբերտի համար։ Ես նույնը ինչ Ռիտան ասաց, ավելացնելու բան չունեմ, ընդհանուր առմամբ կասկածներ կար արժե մասնակցել, չարժե, իսկ մասնակցելուց հետո միանշանակ կարելի ասել, որ արժեր մասնակցել։ Օլի կմասնակցեմ։ Կարծեմ կանոնները չի թույլատրում, չէ՞։ 3 տարին մեկ անգամ։ Եթե խորհուրդ կտամ երիտասարդներին, որ մասնակցեն, ընդհանուր առմամբ բազեն համ եւ ճամբար է եւ օլիմպիական մրցաձևերի շունչն է զգում, չնայած որ օլիմպիական խաղերի հետ համեմատելու չէ, բայց որոշ նմանություններ կա, ամեն դեպքում հաճելի էր, ուրախ եմ, որ մասնակցեցի, հատկապես մեր ջոկատի հետ։ Եվ որ վերադարձար ու շախմատիստ ընկերներ հաստատ գիտեմ, որ շատ ունեք։ Ինչպես են դիմավորում քեզ։ Առաջին բառը, որ ասեցին, ի՞նչն էր։ Շնորհավորում էին։ Անկեղծ ասած, ես որ գնում էի մասնակցելու, չէի սպասում, որ կային իմ կարգի ինձնից ավելի ուժեղ շախմատիստներ, չէի սպասում, որ հենց առաջի տեղը կգրավեմ, հատկապես ինչպես նշեցի, օլիմպիական համակարգի դեպքում։ Ես էլ էի ուրախ, բոլորն շնորհավորում էին։ Ռիտան երգելով դիմավորեցին։ Երգելով։ Չէ։ Չերգեցին, բայց շատ մեծ ոգևորությամբ հոգնած հասանք, մինչև հասանք արդեն էլ երգել շարքանից, բայց բարձր տրամադրությունը միշտ ապահովում էր, ինչքան էլ հոգնած լինեինք, թե այնտեղ, թե այստեղ որ եկանք, բարձր տրամադրություն ուղեկցում էր մեզ։ Շատ լավ, շնորհակալություն, Կարեն, ասելիք ունես։ Իհարկե, պետք է եզրափակենք երևի թե։ Ահա ժամանակը մեզ հուսում են ընտեղից։ Շնորհակալություն նախ առաջին հերթին ես կուզեի հայտնել մեր մարզպետին պարոն Նալբանդյանին, որովհետև այս 7 օրերի ընթացքում նա մեզ հետ է եղել եւ հատուկ մարդիկ մեկ այցելություն եղան մեր մոտ, նշեն, որ 45 ջոկատներում միայն մեզ մոտ են այցելուներ եկել էին մեր փոխմարզպետ պարոն Բադոյանը, Էվինյան Տիգրանը եւ պարոն Դոխոյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էին, դա էլ մեզ մեծ ուժ տվեց, որ երբ զգում ես քեզ հետ ենք
մեծ քո կողքին են բոլոր քո ընկերները, քո հարազատները, ավելի մեծ եւ մենք կարողացանք մեր առջև դրած խնդիրը լուծել, որովհետեւ այս տարի ավելի լուրջ պատասխանատվություն էր մեր դիմաց դրած, որովհետեւ անցած տարի մեր լոռեցիները նույնպես ճանաչվել էին լավագույն ջոկատ եւ մենք ուղղակի պարտավոր ենք պահպանել մեր տիտղոսը։ Հուսով եմ լավ ստացվեց, վերադարձանք լավագույն ջոկատի տիտղոսով։ Իհարկե, այո, միանշանակ։ Միանշանակ։ Շնորհավորում ենք կրկին անգամ, շնորհավորում ենք նաև ձեր թիմի մնացած անդամներին, որովհետև նրանք էլ ինչպես դուք ասացիք, եւ ձեզ հետ, եւ ձեզնից հեռու, անգամ սոցկայքերում ես ուզում եմ այս ամենն ասել, որ բավականին ակտիվ էին այն մարդիկ, ովքեր երիտասարդների կողքին են, լոռեցի երիտասարդների կողքին են եւ թեկուզ այդ կիլոմետրերը տարածության մասին մոռանալով միանգամից նրանց հաղթանակ էին մաղթում ու ոչինչ ավերին։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մաղթում նորանոր ձեռքբերումներ ձեր եւ անհատապես եւ ձեր ընտանիքի ներսում։ Թող միշտ կապույտը հաղթանակած լինի։ Դիդա ջան, քո խոսքը։ Շնորհակալություն ես էլ եմ բազական ծառնա։ Ես գացի, քանի որ կապույտ ես։ Դու կապույտ ես։ Ես էլ եմ պես ոչինչ լավ։ Դիդա ջան, ձեր խոսքը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին։ Ճիշտ է, կիլոմետրեր բաժանում էին, բայց բոլորը մեր կողքին էին հոգեպես ու այդ ամեն ինչը հասնում էր մեզ ավելի էր ուժ տալիս հաղթանակների համար։ Շնորհակալություն։ Ես նույնպես միանալով ընկերներիս խոսքին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ողջևորել են, ովքեր ցավացել են մեզ համար։ Ձեր հաղորդմանն ենք շնորհակալություն հայտնում հրավերի համար։ Մենք միշտ շնորհակալություն հրավերը չմերժելու համար։ Բարեկամներ, այո, բազականներն էին մեր եթերում, սիրով եւս մեկ անգամ հիշեցնենք, թե ովքեր էին նրանք՝ Գիգոլյան Կարենը, ջոկատի ղեկավարը, Ռիտա Ներսիսյանը, նաեւ Ալբերտ Շահինյանը։ Հարգելի բարեկամներ, Բացենյակը շարունակում է աշխատել եթերում, մենք էլ սիրով ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր պայքարում էին, որ լոռու ջոկատը հաղթանակած վերադառնա։ Մեդալները եւ այս բոլոր այն ամենը, ինչը խորհրդանիշն է հանդիսանում հենց հաղթանակից կօգնես։ Չէ, չեմ կարող։ Խնդրում եմ։ Այ, շնորհակալություն։ Ահա, ես ուզում եմ պարտադիր, սա այսպես ցույց պատվով։ Պատվով։ Մի քիչ բարձր։ Մի քիչ բարձր։ Այսպես է պետք ցույց տալ։ Այո։ Դե ինչ հարգելի բարեկամներ, մնում եք մեզ հետ, չեք փոխում հեռուստալիքը, բաց սենյակը շարունակում է աշխատել եթերում ձեզ էլ մաղթում ենք միայն հաջողություն։ Տեսնում եք ինչքան է։ Լավ մնացեք։ Հաջողություն։ Մնացեք մեզ հետ։ Բարեկամներ, շարժվում ենք առաջ, հիմա ես եւ Անահիտը պիտի խոսենք ներման մասին։ Հետաքրքիր ան այդ շուտ ես ներում։ Այո։ Ազնվությամբ։ Մոռանում ես հետո։ Չեմ էլ հիշում, անկեղծ։ Ազնվությամբ։ Գիտես ինչու եմ հարցնում։ Երցնում եմ ազնիվ խոսքը։ Այ հետաքրքիր է, գիտես ներելը ինչի է նման։ Այ նման է նրան, որ երբ քեզ նեղացնում են, ճիշտ է գուցե ներես, բայց գրկել այլևս հնարավոր չի լինի այդ մարդուն։ Այսինքն այն ջերմ զգացողությունները չես տալիս։ Այն ես անկեղծ կարող եմ ասել, այն որ հիասթափություններ լինում են իհարկե, եւ դու ներում ես ուղղակի մոռանալով նախ ներելու հետ կապված նշանակում է ուժեղ մարդ լինել։ Որովհետեւ ոչ բոլորն են կարող ներել, ու ոչ բոլորն են կարողանում ասել կներես։ Ես այդպես եմ մտածում եւ անկեղծորեն այդպես մտածում եմ ու բարձրաձայնում եմ։ Առհասարակ ներիրը դարձնում է ուժեղ մարդու բնավորության։ Այո, բայց նաեւ լինում են դեպքեր, երբ այն որ դու գիտեն մարդիկ, որ դու ներելու ընդունակում մարդ ես, շահագործում են, բայց իհարկե ինչ-որ բարձրունքում մնում է հենց այդ գաղափարը, ներելու ի վերջո մենք ովքեր ենք, որ ներենք, հա, հասկանում եմ, բայց ըստ իս դա իսկապես այդպես է, ձեռքերը կտրելու նման է, ասոցացումը հենց դրա հետ, որ ներել կարելի է, բայց գրկել այլևս հնարավոր չի։ Պարզապես պետք է այնպես անել, որ այդ ներման տանող ուղիները երբեմն չկրկնվեն, որովհետև դա արդեն կտանի հիասթափության, ոչ թե պարզապես ներման։ Համաձայն։ Իդեպ ինչը կապված է վիրավորանքը սրտի խորքում կամ այսպես հոգու ներսում պահելու հետ, ասեմ որ դա կարող է մարդուն քայքայել, մարդուն կարող է ավելի չար դարձնել, որովհետև տվյալ դեպքում դա քայքայում է ոչ թե դիմացինին, այլ քայքայում է ներսից մարդուն։ Դրա համար շատ կարևոր բան է ներելը։
Եվ ի վերջո այն ինչ որ կուտակվում է եւ միանգամից է դուրս թռնում, հա, օրգանիզմից եւ այսպես ինքը նաեւ բժիշկները նյութափոխանակության ֆունկցիայի հետ են այս ամենը նմանեցնում հարգելի բարեկամներ ներելու process-ը։ Այսինքն այն երբ անընդհատ ինքը կանոնավոր աշխատում է, ավելի հեշտ է եւ եթե ինչ-որ խնդիր էլ առաջանում է, ավելի հեշտ է նաեւ վերահսկելը եւ այն կարգավորելը։ Բայց երբ կուտակվում է եւ պահում ես քո ներսում, պայթյուն ավելի վտանգավոր է դառնում։ Հիմա տեսնենք ինչ կարելի է անել, որպեսզի պայթյունի չհասնի, որպեսզի մենք կարողանանք մեր էմոցիաները, մեր զգացողությունները իհարկե այնպես վերահսկել ու ձևակերպել, որպեսզի ներման խնդիր չլինի։ Ավելի հեշտ է ինձ թվում է զրուցել, փոխհարաբերությունների մեջ ամենակարևոր փաստն է թերևս։ Միասին վերլուծել անցածը, գուցե այն խնդիրները, որոնք ներկա են նաև հիմա, ներկայումս, ու այդ արկա խնդիրների լուծումը գտնել, որ չհասնի ներողություն խնդրելու ու ներման արժանանալու փաստին։ Հիմա տեսնենք, առաջին քայլը հետևյալն է՝ մտովի կամ գրավոր ձևով հայտնեք ձեր ոչ համաձայնությունը հենց դիմացինի հետ։ Ասացեք, թե ինչից եք նեղացել եւ գուցե հենց թեկուզ գրելով, եթե դուք չեք ցանկանում կանգնել նրա առջև ու ասել, որ դուք նեղացել եք այսինչ բանի համար։ Ավելի լավ է այդ ամենը ձևակերպեք այդ դեպքում գրելով, չաթ ասվածը գոյություն ունի մեր դարում։ Ավելի հեշտ տարբերակ, որպեսզի կարողանաք գրել նրան ու պատասխան ստանալ։ Գուցե հենց այդպես ավելի հեշտ լինի։ Որովհետև երբեմն վիրավորանքը եւ զայրույթը բառերով շատ դժվար է արտահայտել հարգելի բարեկամներ։ Այն սովոր է ավելի շատ ինտոնացիաներ բարձրացնելով գործածել, բայց հենց կոնկրետ բառեր ասելով եւ հանգիստ տոնով շատ քիչերի մոտ է ստացվում։ Եվ վիրավորանք ստանալ կամ անհամաձայնության հանդիպել, սա մի գործոն է, որին յուրաքանչյուր քայլափոխի ամեն վարքյան կարող ենք հանդիպել։ Պետք է լսել երեք կողմի։ Մասնագետների կարծիքով երեք կողմը պետք է լինի բոլորովին չեզոք, այսինքն վերցնենք մեր օրինակով, եթե ես եւ Էռնան զայրացած ենք միմյանց վրա, պետք է լսենք երեք կողմ, որը ոչ ինձ է ծանոթ, ոչ Էռնային։ Այսինքն այս դեպքում մենք կարող ենք հանգել այն տեսակետին եւ բացահայտել ինքներս մեզ համար ու շրջապատի, թե ինչը կարող է անհաշտության պատճառ դառնալ։ Այսպիսով մենք ավելի ուժեղ մարդու ձևաչափ կարող ենք ստեղծել եւ ամենակարևորն այն է, որ շրջապատում երբևէ խնդիրներ չի լինի անհամաձայնության հետ կապված։ Ի վերջո, վիրավորանք հասցնելու ու չհասցնելու գործոնները տարբեր կարող են լինել, որովհետեւ մարդկանց բնավորությունը տարբեր է եւ կարող է պարզապես ինչ-որ բառից վիրավորանք առաջանալ մարդու մոտ եւ դրա լուծման ուղին պետք է դառնա այն, երբ տարբեր կարծիքների մարդիկ կարող են իրենց տեսակետները հաստատել։ Այսպիսով դուք երբևէ խնդիր չեք ունենա ոչ նոր, ոչ էլ հին շրջապատում։ Ահա, եւ վերջապես վիրավորանքը պատճառ չէ, այն բնականաբար զգացողությունների տվյալ պահին բացատրվածի հետևանքն է։ Այսինքն, եթե նայենք այլ տեսանկյունից, ապա կտեսնենք, որ գուցե այդ վիրավորվանք ասվածը մեզ չի հասցվել, ուղղակի մենք այդ գործողությունների կամ որևէ մեկի ասվածով ինչ որ բան ենք վերցրել, որը կպել է մեր սրտին, մեր հույզերին ու մենք մտածել ենք, որ դիմացինը մեզ դրանով վիրավորում է։ Գուցե նայենք դրան այլ տեսանկյունից ու տեսնենք, որ նա մեզ չէր ցանկանում վիրավորել, ընդհանրապես ասվել է ու հատուկ մեզ համար չի ասվել, որպեսզի նեղացնեն մեզ։ Դրա համար կարելի է ուղղակի հետևել նաև այլ խորհուրդների, այդ տեսանկյունից, ինչպես Անահիտն արդեն նշեց, նայել այս ամենին ու կտեսնենք, որ չէ, պետք է ներել։ Հարգելի բարեկամներ, վիրավորվածությունը սերտ առնչություն ունի մեղքի զգացման գործոնի հետ։ Ի վերջո, ինչ է կատարվում, երբ մենք վիրավորվում ենք, եւ մենք նեղվում ենք, եւ մենք սկսում ենք լացել կամ պարզապես ինքներս մեզ տանջել։ Նախ առաջինը մեր օրգան համակարգն է խախտվում, հոգեկան նյարդային համակարգը թուլանում է եւ մենք դառնում ենք ավելի ագրեսիվ։ Հետեւաբար, ցանկացած վիրավորանքի, ցանկացած անհաշտության դեպքում պետք է խոսել դիմացինի հետ, այն մարդու հետ, ով առաջացրել է այդ իրավիճակը ըստ ձեզ, որովհետև կարող է հնարավոր լինի, որ այդ իրավիճակը մեկ այլ տեղից է գալիս եւ անգամ այն մարդ չէ պատճառը, որ դուք մտածում եք։ Հոգեբանները հավաքվել իմի են բերել, որ ցանկացած հարցում մեղքի եւ մեղքի զգացողության եւ վիրավորանքի ճիշտ լուծումն է եւ խոսեն այդ թեմաների մասին բարձրաձայն։ Համաձայն եմ։ Եկեք հիմա ընդմիջվենք փոքրիկ դադարով, այնուհետ կվերադառնանք, ասեմ որ մարզանք է լինելու եթերում, կվերադառնանք ու կխոսենք մազաթափության մասին, թե ինչպես կարելի է արդյոք բուժել մազաթափությունը, եթե նմանատիպ խնդիր ունեք, ապա կարող եք վերցնել թուղթ եւ գրիչ, ընդամենը մի քանի րոպեներից միանալ մեզ եւ մենք կխոսենք հենց այդ թեմայի շուրջ։ Եվ քանի որ խոսեց Էռնան մազաթափության մասին, ասենք որ վիրավորանքը եւ անհաշտությունը նյարդային համակարգի հետ թուլացնելով, առաջացնելով խնդիրներ տանում են նաեւ մազաթափության եւ կուրության։ Այնպես որ մի վիրավորեք եւ մի եղեք անհաշտ։ Ներեք, կարևոր է։
Արսենյակ շարունակում է աշխատել եթերում, բոլորիդ մաղթում ենք բարձր, շատ բարձր տրամադրություն ու ողջունում այս պահին մեր տատիկներին, որովհետև նրանք են, որ գրի են առել ժողովրդական բժշկության ամենալավ միջոցները, եւ մենք այդ միջոցները ներկայացնելու ենք ծրագրի հենց այս հատվածում։ Ինչպես կանխել եւ ինչ անել, երբ գոյություն ունի մազաթափություն կոչվածը, երբ մազերը սկսում են թափվել։ Եվ այսպես, Անահիտ, առաջին խառնուրդի մասին ներկայացնենք։ Հա, հարգելի հեռուստադիտողներ, վերցրեք թուղթ եւ գրիչ եւ գուցե առիթ լինի հենց նշումներ անելու, գուցե հիշողության հետ կապված խնդիրներ կան։ Օրինակ ես հաստատ սիրում եմ նշումներ անել։ Ես էլ եմ սիրում։ Եվ այսպես, 1 մաս կոնյակ, 4 մաս սոխիկամաթյուտ, 6 մաս կրոթուկի արմատի եփուկ, այս խառնուրդը քսել գլխամաշկին եւ գլուխը տաք պահելու համար սրբիչով 2 ժամ փաթաթելուց հետո լվանալ։ Հենց որ հիշեք այս, գրի առեք եւ հիշեք, որ նման դեպքում երբ շաբաթը 2 անգամ այս գործողությունն անցկացնեք, ապա երբեք խնդիր չեք ունենա մազաթափության հետ կապված։ Ահա, հաջորդ տեղամիջոցը հետևյալն է՝ գլխի մազերի թափվերը կանխելու համար 4 մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում հետևյալ բուժամիջոցը գլուխը լվանալ տաք ջրով, առանց օճառի, գլխամաշկը մեղմ մերսել եւ ապա 10-ից 15 րոպե շփել կերակրի աղով։ Ոյ։ Ահա, ու նորից լվանալ։ Այս բուժամիջոցը կրկնել 6 անգամ։ Փաստորեն կերակրի աղը բավականին ամրացնում է մազերը։ Կրոթուկի արմատները լցնել կաթսան, վրան ավելացնել այնքան ջուր, որ միայն ծածկի արմատները եւ ապա կաթսան դնել ջեռոցի մեջ ու եռացնել արմատները փափկելու աստիճանի։ Այնուհետև սառեցնել, քամել եփուկը եւ դրանով ամեն օր գլխամաշկը լվանալ։ Այնպես որ հարգելին է, սա եւս լավ տարբերակ է մազաթափության դեմ։ Եվ վերջին միջոցը գլխամաշկի առողջացման եւ մազարմատների համար խորհուրդ է տրվում գործածել ոսկրածուծ մոտ 250 գրամ տավարի ոսկրածուծը ոչ շատ ջրում լավ եփել եւ ապա քամել։ Ստացված խառնուրդին ավելացնել 1 թեյի գդալ մաքուր սպիրտ գլուխը կրոթուկի յուղով մերսել, փաստորեն Անահիտ ինչպես հասկացանք, կրոթուկը բավականին օգտակար է գլխամաշկի համար եւ այսպես գլուխը կրոթուկի յուղով մերսելուց հետո լվանալ ջութայուղով կրկին մերսել, որից հետո պատրաստված խառնուրդը քսել գլխամաշկին, սրբիչը թրջել տաք ջրում, քամել ու փաթաթել գլխին, սա կրկնել 5 անգամ նկատի ունենալով սրբիչի չորանալու աստիճանը։ Քնելիս ամբողջ գիշեր գլուխը փաթաթել չոր ու տաք շորով, առավոտյան կրկին մերսել գլուխը եւ 1 ժամ հետո լվանալ։ Ահա սա էլ վերջին միջոցն էր, որը կարող եք կիրառել։ Կիրառեք այն միջոցը, որը ձեզ համար ավելի հասանելի եւ հեշտ է։ Կարևորը եղեք առողջ եւ կարևորը թող չթափվեն ձեր մազերը։ Եվ ապրեն մեր տատիկները, որ այս միջոցները գրի են առել, հարգելի բարեկամներ, բայց յուրաքանչյուր անգամ եւ մենք ներկայացնում ենք ժողովրդական բժշկության տարբերակներ, դուք խորհրդակցեք բժիշկների հետ, որովհետեւ հնարավոր է երբ կրոթուկը, ասենք օրինակ օգտագործեք մազաթափության դեմ եւ գլխի մաշկի հետ կապված խնդիրներ ունենաք եւ ամենակիչ ասենք օրինակ ալերգիա, հետեւաբար կարող է խնդիրների բախվեք այնպես, որ խորհրդակցեք յուրաքանչյուր անգամ բժշկի հետ, հետո նոր օգտագործեք այն միջոցները, որը առաջարկում է մեր ծրագիրը։ Եվ առհասարակ ծիծաղի խորհուրդները դες։ Այո, ծիծաղի համար ինձ թվում է բժիշկները խորհուրդ են տալիս միմիայն, որպեսզի դուք դառնաք համակարծիք են բոլորը, այո, որովհետև դա հրաշալի միջոց է առողջ, երիտասարդ, թարմ լինելու համար, իսկ եթերում բանդաբուն է։ Գնացինք։ Բարեկամներ, շարժում ենք առաջ եւ կամած բացենյակը մոտենում է իր ավարտին, սակայն մինչ մոտենալը 10 հետաքրքիր փաստ եմ կուզում ձեզ ներկայացնել ոտքերի մասին։ Համոզված եմ դուք այս մասին չեք լսել, որովհետև շատ հետաքրքիր էր, անգամ ես այստեղ կետեր կան, որ մեծ հիացմունքով առաջին անգամ հանդիպեցի ու կարդացի ու իհարկե կհիշեմ այս մասին։ Ամեն անգամ ոտքերից նայելիս կամ չնայելիս հիշելիս ոտքերի մասին։ Բայց մինչ ներկայացնելը իհարկե երբեմն հարց է ծագում եւ բոլորի մոտ կա, չէ՞, եւ մի ոտք ավելի մեծ է, կոշիկ ավելի մեծ է, քան սովորաբար դա ցախի դեպքում է լինում։ Աչք ավելի մեծ է, չէ՞, քան ցախը։ Այո։ Փաստորեն աչքի դեպքում։ Այնպես որ հիմա այս շարքը շարունակվում է եւ 10 հետաքրքիրներ մենք առանձնացել ենք հատուկ ձեզ համար ներկայացնում ենք սիրով։ Առաջինը Էրնան է ներկայացնում։ Սիրով ներկայացնեմ միջին վիճակագրական մարդը օրական շուրջ 10,000 քայլ է կատարում։ Ընդ որում կանայք օրվա ընթացքում տղամարդկանց համեմատությամբ 5 կիլոմետրով երկար են քայլում։ Ողջ կյանքի ընթացքում մարտահայացը շուրջ 185,000 կիլոմետր ճանապարհ է կտրում, այսինքն նույն հաջողությամբ կարող է երկրագույնը 4 անգամ կտրել։ Պատկերացնում եք այդքան երկար ճանապարհ։ Դե հետո էլ ասում են, որ կանայք երկիր չեն կարող կառավարել։ Տեսնում եք ինչպես կարող են։ Եթե նրանք երկրագույն կտրել, այո։ Հարգելիներս, ողջ ոսկրային զանգվածի 25%-ը կազմում են ոտքի ոսկորները։
ոտքերի վրա շուրջ 250,000 քրտնարտադրող գեղձեր կան, որոնք օրական 400 միլիոն քրտինք են արտադրում։ Թե ում է պատկանում ամենամեծ ոտնաթաթը, այս մարդը Մեթյու Մակգրեգորին է, նա ունի 65 համարի կոշիկ եւ կրում է 65 համարի կոշիկ, իսկ ամենափոքր ոտնաթաթի տերը Մեդելին Օբլեխտն է, ով համարվում է ամենափոքր կոշիկի տերը, նրա կոշիկը ընդամենը 30 համարի է։ Հետաքրքիր է, բայց կանանց մոտ ոտքերի հետ կապված խնդիրներն ավելի շատ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ, սա գալիս է Դա երկրագունդ են կտրում մարդիկ։ Ավելի քիչ է երկրագունդ կտրելու փաստը, քան թե այն փաստը, որ նրանք ավելի բարձր կրունկներ են օգտագործում եւ բնականաբար երբեմն հագնում են մեկ համար ավելի փոքր կոշիկ, որպեսզի նրանց ոտքերը փոքր երևան, ու քանի որ սեղմող անհարմար կոշիկներ են լինում, դա նշանակում է, որ նրանց մոտ առաջանում են ոտքերի հետ կապված խնդիրներ։ Բա Հիմա հաջորդ կետին անդրադառնանք, հարգելիներս, կոշիկը սառցե դարաշրջանում է ստեղծվել եւ 5 միլիոն տարի առաջ։ Նախկինում կոշիկները ստանում էին կենդանիների մաշկից եւ իսկ ահա աջ եւ ձախ ոտքերի համար բաժանումը անհամեմատ ավելի ուշ էր։ Հին Հռոմում էր եւ մտավ գործածության մեջ հենց այս ժամանակաշրջանում, բայց նորից կենդանիների մաշկից էին կարում առաջին կոշիկները։ Այո, ինձ արյուծի կոշիկ կտակ, արյուծը։ Դու տեղափոխվիր այն դարեր, որտեղից որ եկել է կոշիկը։ Շնորհակալ եմ, որ ես ծնվել եմ այս դարաշրջանում։ Չէ, ինչու։ 1324 թվականին Անգլիայի Էդուարդ II թագավորը կոշիկի չափման միավոր էր մշակել։ Խոսքը հացահատիկի տրամագծի մասին է 0.838 սանտիմետր երկարությամբ։ Չափման այս համակարգը մինչ այժմ էլ գործածության մեջ է։ Հին Չինաստանում գիտեք ինչքան դաժան էին վարվում աղջիկների հարգելիներս։ Այստեղ աղջիկների մանկությունը տարիներից ցիկ վիրակապված ոտքերով էր սկսվում եւ շրջում էին, որպեսզի ոտնաթաթերը փոքր մնա։ Այսինքն նրանք երբ գալիս էր մի ժամանակ դեռահասության տարիքից ոտքերը ամուր կապում էին ցիկ։ Այնուհետև կտորով կամ ռեզինե ինչ որ տարբերակներ կային եւ որպեսզի նրանց ոտքերը փոքր մնար եւ չաճեր։ Այս գործոնները անընդհատ օգտագործման մեջ էին։ Մեծ ոտնաթաթ ունեցող կանայք դժվարությամբ էին ամուսին գտնում։ Տանն էին մնում այսպեսով։ Քանի որ արդյունքում շատերի մոտ ոտքերի վնասվածք էր առաջանում եւ հաշմանդամության գործոնն էլ մեծանում էր։ 1912 թվականին բինտավորման պրակտիկան պաշտոնապես արգելվեց եւ հենց այն մարդիկ, ովքեր արգելքի մեջ մեծ դեր ունեին, նրանք սկսեցին օրհնվել, որովհետեւ այլևս ձիգ վիրակապերից հեռու էին մնում։ Այս աղջիկները պատկերացնում են ոտքերդ կապեին, որ չմեծանար։ Պատկերացնում չմնայի։ Որովհետև ես վերջերս լսում եմ այն մասին, որ վիզը, որպեսզի պարանոցը ավելի մեծ լինի, որ տարածքներում օղակներ էին անցկացնում ու ամեն տարի մի հատ ավելանում էր այդ օղակը, որպեսզի այո, մի այսքան, ասենք դա հասակ այսքան էր, բայց վիզը մի այսքան։ Պատկերացրեցի Անահիտ, դա գեղեցկություն է համարվում, եղնիկի վիզ ուներ աղջիկը։ Տարի։ Իդեպ մարդու ոտքը երկու միավորով ոտնաթաթը բնականաբար ավելանում է, երբ նա կանգնում է, այսինքն եթե դուք նստած եք մի փորձեք կոշիկ գնել ձեզ համար, որովհետև հենց կանգնել եք երկու միավորով կավելանա, ու այդ կոշիկը հետո չի լինի ձեր հագին։ Ես հիմա նորություն ասած չեմ լինի, երբ ասեմ, որ շատ ու շատ հիվանդություններ առաջանում են բոբիկ ոտքով քայլելուց, հատկապես բաղնիքներում, հասարակական վայրերում, օրինակ մարդիկան ծովում չես կարող իհարկե հագնել, բայց ինչևէ, հիմա այն մարդիկ, ովքեր իրենց հանգիստն անց են կացրել նման վայրերում, այս խնդրի առաջ են կանգնած, որովհետև սնկային բոլոր հիվանդությունները, ոտքերի սկային հիվանդությունների մեծամասնությունը կախված է բոբիկ ոտքերով քայլելու հանգամանքից։ Բայց հիմա ես ինչ անեմ, ոնց անեմ։ Հաջողություն հեռնա, դու սնկային հիվանդությամբ կսկսես տառապել, եթե չհետևես մաշկին, այնպես որ հարգելիներս այս դեպքում արդեն երբ որ դուք հասարակական վայրերից, բաղնիքներից, ծովից վերադառնում եք, սովորաբար սկսեք օգտագործել ավելի շատ տաք ջուր, որպեսզի հեռու մնաք սնկային հիվանդությունից։ Եվ իհարկե նաև լվացման դեպքում մեծ դեր պետք է ունենա սպիրտը, սկսեք սպիրտով լվալ ձեր ոտքերը։ Օղի ունեք։ Այո, գործնավարից եւ սնկային հիվանդություններից հեռու մնալու համար օղի է պետք։ Ու պատկերացնում ես այդ մարդու ոտքերից կա սպիրտի հոտ։ Այդ մասին հաջորդ դասին։ Բարեկամներ, շնորհակալություն, եթե հետևում եք մեր ընթացքին, հիշեցնեմ, որ եթերում բաց սենյակներ Եթե չէ, էլի շնորհակալություն։ Հա, իհարկե, այո։ Եթե այս պահին նախաճաշում եք, ասում ենք անուս լինի, ասում ենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում, շնորհակալություն, որ մեզ հետ էիք։
Հարգելի բարեկամներ, յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան 9:20 բացում է բաց սենյակի դռները։ Մենք խոստանում ենք լինել հետաքրքիր, խոստանում ենք լինել ուրախ, բարձր տրամադրություն տալ եւ ամենակարևորը նոր եթերաշրջանում բաց սենյակը եւ Ֆորտունա մարզային ավելի քան ջանելու է, որպեսզի ձեր օրը սկսվի ուրախ, հագեցած եւ իհարկե ավարտվի միմիայն բարձր զգացողությամբ։ Մնացեք լավ, հիշեք 3w.fortunatv.am կայքի մասին, հիշեք on-line հարթակում YouTube fortuna1tv.am-ը, որը YouTube-ի մեր հարթակն է եւ ամենուր փնտրեք մեզ ու գտեք ամենահետաքրքիրը։ Նաև կարող եք հետևել մեզ Facebook-յան, իհարկե մեր պաշտոնական էջում, ինչու ոչ։ Մի խոսքով դիտեք Ֆորտունա եւ լավ մնացեք։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն։ Կհանդիպենք եթերում։ Բարեկամներ, բաց սենյակը սիրով բացում է իր դռները ու ասում բարի լույս բոլորնաց, ովքեր հենց նոր միացան մեր եթերային աշխատանքին, ովքեր պատրաստում են իրենց մեկ գավաթ սուրճը, որպեսզի վայելեն այն մեր ընկերակցությամբ եւս մեկ անգամ բարի լույս։ Բարի առավոտ ենք ասում բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր գիտեն ինչպես պետք է սկսել լավ, ճշգրիտ եւ իհարկե ուրախ առավոտ։ Այսօր սեպտեմբերի 3-ն է 2014 թվականի, աշունն արդեն կամանց իր իրավունքների մեջ է մտնում, բայց դա դուք մի շարունակեք շտապել ձեր զգեստապահարանից հեռացնել սև ու սպիտակը պետք է դասերը լավ սովորել եւ նոր ուսումնական տարին միայն անցկացնել լավ տրամադրվածությամբ։ Նաև ծիծաղով ու ժպիտով։ Այո, ծիծաղով եւ ծիծաղով նայել այն ամեն ինչը, որ կպատահի ձեզ հետ, գուցե ձեր դասընկերներից ինչ որ մեկին տեսնեք ու անգամ դեմքը աղոտ, կիսաղոտ հիշելով փորձեք նրան ասել հի կամ հա հո։ Բայց հիշեք, դրանք էլ իրենց իմաստն ունեն։ Հիմա մանրամասնենք, այո։ Միշտ չէ որ հան այդ տարբերակով է ասոցացվում, հա էլ կա, հա էլ։ Հիմա պիտի փորձենք տեսնենք մեզանից ով ինչպես է ծիծաղում։ Հետաքրքիր է ինչպես եմ ծիծաղում, մի րոպե անայդ։ Չկա իմը։ Մի խոսքով։ Ես կասեմ քեզ մոտ բոլոր 3 գործոններն էլ կան։ Հի, հա, հի։ Չէ, հի, հա, հու։ Բահոն։ Հոն վարձով ես վերցնում։ Լավ, հիմա տեսնենք։ Փաստորեն հույով ծիծաղողը ցուցադրական է, սովորաբար հանդիպում է վախկոց, նահավատ եւ անգամ գողության, ընդունակ մարդկանց մոտ։ Իսկ հոյով ծիծաղողները հարգելի հեռուստադիտողներ վստահ են, գիտեն ում, դրա եւ ինչպես են ծիծաղում։ Բայց ծիծաղում են ով վերջում է ծիծաղում։ Ես եմ այդպես մտածում, ծիծաղ հիով, այս ծիծաղը հեգնանք եւ չարագործություն են անվանում, այս ծիծաղի տակ ինչ որ գաղտնի մտադրություն է քողարկված։ Մի վարքան ուզում եմ փորձել։ Հի։ Այս ոնց ասում է, այո։ Հատուկ է երիտասարդ աղջիկներին։ Ուզում եմ հիմա տարիքը։ Հարգելի հեռուստադիտողներ, ամենաիսկական ծիծաղը գիտեք որն է, հայով ծիծաղն է։ Հա։ Սովորաբար մարդիկ, ասենք օրինակ, նրանք ովքեր լիաթոք են ծիծաղում, հենց այդ հա-հա-հան անկախ իրենցից ստացվում է եւ հետեւաբար սա կոչվում է հենց ծիծաղի ամենաիսկական տարբերակը։ Այո, հիմա տեսնենք թե ինչ են նշանակում ծիծաղի հետ զուգակցված շարժումները, ծիծաղելիս ձեռքը դեպի շուրթերն են տանում, եթե այդպես է ծիծաղում, ասենք այսպես։ Դա նշանակում է, որ մարդը պատկերացում ունի քաղաքավարության մասին, նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվելը։ Եթե ծիծաղելու ժամանակ ձեռքը դնում եք բերանին, ուրեմն ոչ այնքան վստահություն կա ձեր մեջ այնպես, որ պետք է ավելի վստահ ծիծաղեք։ Եթե ծիծաղելիս գլուխը թափահարում է, նշանակում է, որ դուք հեշտությամբ եք հավատում դիմացինին։ Այո, ծիծաղելիս ձեռքով հպվում է դեմքին կամ գլխին, նրանք երասկոտ մարդիկ են, այսպես։ Ահա, հետաքրքիր էր։ Եթե ծիծաղելիս իմացեն երասմեռնա։ Ես թե դու։ Չէ, այդ մարդիկ։ Հա։ Երևի որ իրենց վրա չծիծաղեն։ Երևի որպեսի դիմացինը ծիծաղի հոյով։ Հայո։ Ծիծաղելիս քիթը տրորում է, նրա հայացքներն ու զգացմունքները շատ արագ են փոխվում։ Այո։ Զգուշացեք նմանատիպ մարդկանցից, ինձ թվում է, չէ, հարգելի օպերատոր։ Ռեժիսոր։ Նա էլ այդպես ծիծաղում։ Հիով։ Լավ, զգացմունքային եւ կամակոր են նաեւ այս մարդիկ։ Հաճախ տրվում են րոպեական վայելքներին եւ ցավ են պատճառում թե իրենց, թե շրջապատի սրանք ծիծաղի այն տեսակներն են, ովքեր ծիծաղում են վստահ եւ գլուխը հետ տանելով։ Ահա, ծիծաղում է բարձրաձայն եւ բաց բերանով։ Իհարկե, ինչպես դու քիչ առաջ նշեցիր, Անահիտ, այն մարդիկ, ովքեր ծիծաղում են հայով, լիարժեք ծիծաղն է, չէ՞, սա համարվում ինչպես նաեւ։ Այո, բաց բերանով եւ բարձրաձայն ծիծաղող մարդկանց մոտ սա եւս համարվում է իրական լիարժեք ծիծաղ։ Այս տեսակի մարդիկ ավելի տաքարին ու աշխույժ են։ Այն մարդիկ, ովքեր վստահության եւ իմաստության մասին ոչ այնքան ճշգրիտ տվյալներ ունեն, նրանք սովորաբար ծիծաղում են աչքերը կկոցելով։
Հետաքրքիր, ուսա ինչի մասին է վկայում, երևի թե հավասարակշռության, հա։ Չէ, նրա մասին է վկայում, որ այնքան էլ հավասարակշռված չեն։ Բայց ինչու է քո տեքստում նշանակված, որ այսպես հավասարակշռության։ Որովհետև դու ամեն ինչին հիհիով ես վերաբերվում։ Փոխել եմ, արդեն հահայով եմ վերաբերվում։ Լավ։ Այո, հիմա ժամանակն է, որպեսզի վայելենք երաժշտություն, մեր երաժշտական ողջույնը ձեզ, բարեկամներ։ Բարձր տրամադրությամբ շարժվեք առաջ ու շարունակեք հետևել մեր ընթացքին։ Հիմա մենք այս ընթացքում պետք է ստուգենք մենք ռեժիսորին կառաջարկենք հիով ծիծաղել հայով թե հույով, անկախ նրանից թե նա ինչպիսի ճաշակ ունի, մնում եք մեզ հետ եւ շփտում ենք բարձր տրամադրությամբ սկսելու համար առավոտը։ Բայ լույս։ Բարեկամներ, շարժվում ենք առաջ, ես եւ Անահիտը կփորձենք խոսել իհարկե մի հետաքրքիր թեմայի շուրջ, որը կարող ենք այսպես անվանել՝ նայել աշխարհին, նայել տեսանկյունից։ Որն ավելի լավն է։ Այո, որ տեսանկյուն մասին է խոսքը, ավելի մանրամասն հիմա իհարկե մեր քննարկման միջոցով կփորձենք նաև ձեզ հրամցնել ու այնտեղ նաև ներքաշել ձեզ։ Ասում են, որ մարդիկ երբեմն կատարում են գործողություններ, որոնք այդ պահին արվում են չգիտակցված, այսինքն պահի բերմամբ, այսպես ասած։ Ու հետո մենք սկսում ենք զարմանալ մեր գործողություններից, նաև բավականություն չենք ստանում դրանցից։ Ինչն է պատճառը։ Այն, որ մենք կարողացանք այդ գործողությունների հիմքում դնել ավելի չհավասարակշռված մեր զգացմունքային վիճակները, ինչը շատ բնականաբար վատ է, որովհետև հետո մենք սկսում ենք դժգոհել մեր գործողություններից, մեր արածներից ու չհավատալ մեր ուժերին։ Հարգելի բարեկամներ, սովորաբար մենք հանգում ենք այնպիսի մի տեսակետի կամ կարծիքի, որը ստիպում է հասկանալ ինչու կամ ինչու է միշտ ինձ մոտ այսպես ստացվում, որ դժվարությունները հենց ինձ համար են նախատեսված։ Հոգեբաններն ասում են, որ պետք է երբեք չհրաժարվել դժվարությունները հաղթահարելուց։ Դրանք այլ եռանդ են տալիս եւ ավելի մեծ հաջողությունների մասին է խոսում։ Այսինքն հոգեբանների լավագույն խորհուրդն այն է, որ երբեք չընկճվել եւ հավատալ, որ դժվարությունները ուժեղ մարդկանց համար են ստեղծված։ Նաև այստեղ կարող է խոսք գնալ երազանքների մասին, երբեմն մեզ թվում է թե ինչ-որ բան ենք մտածում, որ արտադիր պետք է իրագործենք, սակայն դրա հետևում մենք ունենք այլ ցանկություններ, այլ երազանքներ, որպեսզի կարողանանք կառչել հենց մեր իրական երազանքներից, դրա համար մեզ պետք է որպեսզի ավելի ուշադիր լինենք մեր զգացողություններին, ավելի շատ ժամանակ տրամադրենք ինքներս մեզ, որպեսզի հասկանանք վերջապես ինչ է մեզ պետք։ Եվ պետք է նաև գիտակցենք, որ ամեն ինչ չէ, որ միշտ նույն սանդղակի վրա պետք է մնա։ Ամենակարևոր սանդղակն այն է, որ փոփոխությունների ձգտենք, իսկ փոփոխություններ ստեղծելու համար պետք է դրանք արդարացվել։ Այսինքն նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր մարդիկ, այս մարդկանց բնավորությունների ու նրանց գծերի հետ համատեղելով պետք է ամենակարևորը տանենք այն ուղղության, որ պարզապես փոփոխություններ լինելու են, իսկ թե ինչպիսին դրանք դուք եք որոշելու։ Այնպես որ կյանք ավելի լավ տեսնելու համար պետք է նաև չվախենալ փոփոխություններից։ Մենք չենք ասում, հոգեբաններն են ասում։ Համաձայն եմ Անահիտ, ի դեպ ես էլ եմ առաջարկում, որպեսզի դուք փոփոխություններ անեք, այդ փոփոխությունները կարող եք մտցնել նաև ինչու ոչ ձեր սանրվածքի մեջ։ Կամ խոհանոցում։ Այո, մեր ռեժիսորը հիմա ձեզ կառաջարկի սանրվածքի հետաքրքիր մի քանի տեսակներ, կարող եք ուշադիր լինել, հետևել ու փորձել ինքներդ անել, իհարկե հենց տանը։ Հիմա փաստորեն պետք է ամենահնարամիտ ձեռքերի գործողություններին հետևենք։ Այո, եւ ամենայն ուշադրությամբ։ Գնացինք։ Հարգելի բարեկամներ, ասում ենք բարի առավոտ, եթե հենց նոր եք միացել մեզ, սա Ֆորտունա մարզային հեռուստաընկերության բաց սենյակ հաղորդումն է, ողջույններ նաև բոլորնց, ովքեր մեզ դիտում են on-line հարթակում, այսինքն 3w.fortuna.tv.am կայքի օգնությամբ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ, եթե սուրճը լցված է, ձեզ ասում ենք իհարկե հաճելի զգացողություն։ Զգացողությունների մասին խոսելով կարող ենք ասել, որ փողը, դրամը, առհասարակ գումարը փոխում է մարդու զգացողությունները։ Օրինակ դու սիրում ես ավելի շատ ստանալ, թե ծախսել։ Երևի թե ծախսել, որովհետև ինձ թվում է ծախսելով դու բնականաբար ինչ-որ նոր բան ես գնում քեզ համար կամ հարազատ մարդու համար, ինչը քեզ բավականություն է պատճառում։ Բայց պետք է ստանաս, որ ծախսես։ Դե իհարկե, բայց ծախսել ավելի հաճելի երևի թե։ Հիմա Որտեղ ստանում ես ծախսելու համար այն որ կյանք, ինչպես մենք մեր սանրվածքների գեղեցիկ գաղտնիքները բացահայտելու նախորդ հատվածում ենք խոսում կենսագործունեությունը եւ տեսակետները փոխելու համար հարգելի բարեկամներ մի շարք կետեր կան այս կետերի շարքում նաեւ փող ստանալու ու ծախսելու գործոնն է մտնում այսինքն այն որ մենք ստանալով փող կարող ենք ոչ սխալ վարկագիծ ունենալ այդ փողի նկատմամբ նա կարող է փոխել նաեւ մեր բոլոր զգացողությունները այսինքն եթե փողը ստանում ենք պետք է մի անգամից ծախսենք հիմա դուք զարմանում եք եւ մտածում եք որ Տիկին Ասին այսքան պարտք ունեք, Տիկին Սիլվային այնքան պարտք ունեք, ոչինչ հարգելիներս այդ պարտքերը կվճարվեն, բայց ամենակարևորը պետք է այնպիսի իր գնել,
որը հետաքրքիր զգացողություն կբերի ձեզ եւ ամենակարևորը պետք է յուրաքանչյուր աշխատավարձի 50%-ը ծախսել։ Մասնագետներն այդպես են ասում, որովհետեւ իսկապես պետք է ծախսես, որ ստանաս։ Դու այդպես ես անում։ Ես այդպես անում։ Շարունակելով թեման, ուզում եմ ասել, որ այստեղ եւս մեկ 100%-ն եմ ծախսում։ 100-ը, այո։ Ես 110 եմ։ Ասա տիկին սիրվայից պարտքով։ Տիկին սիրվայից շատ պունկտուալ է ձեր հարևաններն։ Չեմ կարծում, որ ամեն դեպքում պետք է պարտքով վերցնել ու ծախսել դա ինչ որ անձնական շահերի վրա, իսկում է ավելի լավ է ծախսել այն գումարը, որը կա քո ձեռքին, որը դու նախատեսել ես քեզ համար, որպեսզի պարտքի զգացողություն չառաջանա։ Եվ պետք է նաև կներես, այստեղ հավելում են նաև մասնագետները, որ պետք է ուրիշների համար թեկուզ չնչին, բայց նաև ինչ որ մի փոքր նվեր գնել, որ ավելի մեծ զգացողություն կտա գումարի եւ ձեր միջև շփման համար։ Շփման։ Մանավանդ հարազատ մարդու համար, չէ՞, օրինակ ես հաճույքով եմ ինչ որ բան գնում, որը գիտեմ հարազատ մարդու համար։ Շնորհակալ եմ շրթներքի համար։ Խնդրեմ Անահիտ, նորից համեցեք։ Ես էլ շարունակեմ թեման, ասեմ, որ այստեղ եւս մեկ կետ կա, ըստ որի եթե աղջիկը ինչ որ զուգընկեր է ուզում ընտրել ու նա շատ չմահավան է, ապա նրան խորհուրդ է տրվում ըստ մասնագետների, որպեսզի նա փորձի ինչ որ կերպ իր այդ բնավորության գիծը շտկել, ինչու որովհետեւ եթե նա ինքը իրեն համարում է առավել բոլորից, ապա նա անընդհատ դիմացինի մեջ կգտնի թերություններ եւ կձգտի կատարյալին։ Իսկ մենք բոլորս ինչպես գիտենք, կատարյալ մարդիկ աշխարհում չկան, յուրաքանչյուրը սխալական ենք ու մեզ համար շատ դժվար է գտնել այնպիսի մեկին, որը անթերի կլինի մեզ համար։ Թերևս եթե այդպիսի մարդ էլ գտնենք, ապա նրա աչքում մենք կլինենք թերություն, դրա համար պետք չէ ձգտել կատարյալին, ուղղակի սիրեք, գնահատեք ձեր դիմացինի մարդկանց, այնպիսին ինչպես իրենք կան։ Հիշեցի մի հայտնի ասացված, բայց չգիտեմ խոսքիդ որքանով կկապվի, ամեն դեպքում կապվում է։ Ես կապում եմ, ասում են ուրիշի հարսը միշտ ավելի լավն է լինում, քան մերը, չէ՞։ Դե ուրիշի փեսաներ են պես ոչինչ։ Չէ, այսինքն ուրիշի գործոնը, բայց մենք պետք է գնահատենք մերը, հարգելի բարեկամներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս եւ ամենակարևոր փաստը կյանքում այն է փոփոխություններ մտցնելու համար եւ գնահատված լինելու, որ երբևէ մեր պատկերացումները չխամրեն, իսկ դրա համար պետք է ուղղակի նայել կյանքին ավելի ռեալ աչքերով եւ երբեք չբողոքել նրանից, ինչ որ կա։ Գուցե մի օր գա, որ դա բոլորովին չլինի։ Համաձայն եմ։ Իդեպ ժամանակն է, որպեսզի մենք դիտենք տեսանյութ, որը անմիջական կապ ունի իհարկե։ Թեման է ամփոփում, այո։ Այո, մեր զրույցի հետ, այնպես որ շարունակեք հետևել մեզ։ Նացինք առաջ։ Մարդու բնությունն ու նրա բնավորությունը ըստ Տաթև Կարապետյանի։ Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը։ Յուրաքանչյուրը առանձին անհատ տիրապետում է իրեն տարբերակող առանձնահատկությունների եւ այդ իմաստով նա բացառիկ է, բայց միևնույն ժամանակ նրանում առկային ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը։ Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային գոյության յուրահատկություններով, որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար։ Այդ իսկ պատճառով մարդկային ընդհանուր բնութագրի ուսումնասիրությունը պետք է առաջնային լինի մարդկային անհատականության բնութագրիչների եւ անձի ուսումնասիրության նկատմամբ։ Մարդկային գոյությունը կենդանականից տարբերակող առաջին նախանշանն ունի բացասական բնույթ։ Այն է շրջակա միջավայրին ադապտացվելու գործընթացների բնազդային կարգավորման անբավարարությունը։ Կենդանիները փոփոխվող պայմաններին ադապտացվում են իրենց փոխելու, այլ ոչ թե շրջակա միջավայրի փոփոխման ճանապարհով։ Նման կերպ նա ապրում է բնության հետ կատարյալ ներդաշնակության մեջ, բայց ոչ բնության հետ պայքարի բացակայության իմաստով, այլ այն իմաստով, որ նրան ընձեռված հնարավորությունները նրան դարձնում են աշխարհի դիմացկուն եւ անփոփոխ մասնիկ։ Կենդանին կամ ընտելանում է աշխարհին կամ մահանում, ըստ Տաթև Կարապետյանի։ Բարեկամներ, շարժվում ենք առաջ, ես եւ Անահիտը իհարկե հետաքրքիր թեմա ենք ընտրել, որի շուրջ պետք է զրուցենք։ Հիմա հետաքրքիր թեմայից ընտրելու հարցում ես ինչպես Այո։ Ասում են ինչու՞ չես ասում բարեախորժակն ես, մենք հաց ենք ուտում, նախաճաշում են մեր հեռուստադիտողները, ասա բարեախորժակ Էրնա։ Ասում եմ, բարեախորժակ։ Շնորհակալություն։ Մենք ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին եւ այս բան ողջունենք հատկապես բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Մարս կենտրոնի սահմաններից։ Ինձ համար սուրճ, հա։ Ես սուրճ եմ ուզում։ Ինչ այժմ կվերնա։ Այսպես։ Էրնա, դու ավելի շատ ասում ես այո, թե ասում ես ոչ, չէ, Հիմա տես Անահիտ ջան, ես այոն հետեւյալ այոն եմ սիրում։ Այո,
Ոչից ոչ բանում ես ասելու։ Սուպեր։ Հա, այո, ավելի շատ սիրում ես այո ասել, թե ոչ։ Նայած որ դեպքում բնականաբար։ Լավ, հարցից մեջ մի խորացեք, հարգելի հեռուստադիտողներ։ Հիմա պետք է խոսենք մերժման տարբերակներից, հարգելի աղջիկներ եւ սիրելի տղաներ, կարծում եմ այն ավելի հետաքրքիր կլինի հենց երիտասարդներին։ Եվ այսպես, մերժման հետ կապված հնարավոր համոզմունքները։ Ոչ, նշանակում է նեղացնել դիմացինին։ Ոչ, ագրեսիվ է, ոչ, մանրախնդրություն է։ Կանոններ, որոնց պետք է հետևել մերժման ժամանակ։ Տեսնենք, թե որոնք են դրանք։ Եվ այսպես, մերժել ոչ թե մարդուն, այլ նրա խնդրանքը, այսինքն եթե ոչ եք ասում, մի ասեք քո գործին ոչ, այլ ասեք ձեզ ոչ։ Էրնաջան մեծ հաճույքով քեզ կօգնեի, բայց պիտի ասեմ, որ ես շատ զբաղված եմ։ Օրինակ այս կամ դա ես իհարկե անել չեմ կարող, թեպետ շատ կցանկանայի քեզ օգտակար։ Գիտես, ինձ կախված ոչինչ չկա։ Ահա։ Այս դեպքում հաստատ ձեզանից ոչ ոք չի նեղանա։ Երկրորդ կետը՝ ներողություն չխնդրել, չփորձել արդարանալ, բացատրել մերժման պատճառն առանց էմոցիաների։ Այսինքն լացով կոծով պետք չէ, ուղղակի հեշտ, այսպես կոկորդիլոսների պահը չի գործում։ Չի գործում։ Երրորդ տարբերակ՝ չչափազանցնել մերժման հետևանքներն ու վնասները, եւ չորրորդը՝ չասել այո, բայց մարմնով ցույց տալ ոչ։ Այսինքն այո Նա մարմնով չէ, դա գլխով էր։ Դե մի խոսքով դրանի։ Ամեն դեպքում ստացվեց։ Արեք գուցեօրակես դու եկա։ Գիտես ինչ եմ մտածում։ Լավ երևակայություն ունենալն մի բան չէ։ Հավատային եմ։ Եվ այսպես հարգել խնդրողին այլ բառերով կրկնել նրա խնդրանքը։ Մերժման 3 էտապներն է, հարգելի բարեկամներ։ Այն ինչ նա ուզում է շնորհակալություն հայտնել, ցույց տալով, որ թքած չունեք նրա խնդրանքի վրա։ Շատ կոպիտ է ասված, բայց այսպես է իրականությունը։ Բարձր սեփական դիրքորոշումը հաշվի առնելով զգացողությունները, ցանկությունները, հնարավորությունները, նախասիրությունները եւ որոշել ուզում եք դա անել, թե ոչ։ Բարձրաձայնել սեփական դիրքորոշումը կամ ուղղակի ասել ոչ։ Սա էլ մերժման 3 էտապներն էին։ Սրանք։ Մանավանդ, եթե գիտեք, որ այլ տարբերակ չկա, ոչից լավ, հեշտ պատասխան չկա։ Մի ոչ, այդքան բան։ Էլ ինչ, սա հաջորդ դիրքորոշումն է եւ այսպես, եթե միանգամից եւ հեշտությամբ չի հաջողում սեփական դիրքորոշումը հայտնել, կարելի է եւ պետք է ժամանակ շահել։ Ես կզանգեմ, պետք է մտածեմ եւ այլն եւ այլն։ Պատկերացրեք, չէ՞ ինչ մասն է խոսքը։ Էլի երկրորդը, էլի։ Հավանություն ցուցաբերել մարդու հանդեպ եւ հետաքրքրություն նրա ցանկության եւ դիրքորոշման նկատմամբ։ Այսինքն մի փորձեք միանգամից ոչ ասել, փորձեք հետաքրքրվել, որ տեսնեք կարող եք արդյոք օգտակար լինել եւ այլն, հետո կասեք կզանգեմ եւ այլն։ Ցնայց դեպքեր կան առան, երբ որ ավելի լավ է ստույգ ասել ոչ, քան այդ մարդուն տանջել։ Ես էլի շարքի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Դե դա դու, գուցե մարդիկ կան որ համաձայն են։ Ես նայած եթե չես ուզում նեղացնել, գուցե լինի դեպք, երբ ասես էլի։ Էլ դրանից անայք մի խոսքով ներողություններով չափը չանցնել, սա էլ լավ տարբերակ է, որովհետև եթե այնքան ներողություն խնդրեք, որ արդեն զզվեցնեք դիմացինին, դա էլ մի բան չէ։ Եթե ստիպված եք համաձայնվել, սահմանաչափեր դնել։ Ես կարող եմ միայն շաբաթ օր առավոտյան, հետո չեմ կարող, այսինքն այո, կարող եք։ Ուրեմն դեպքն է, եւ շաբաթ օր փաթի շուտ կգամ։ Այո։ Ոչներ ավելի շուտ։ Համաձայն եմ, փորձել չարձագանքել էմոցիաներին, իմանալ սեփական թույլ տեղերը եւ նկատել, երբ անբարեխիղճ խնդրողը փորձ է անում ազդել դրանց վրա։ Երբեմն լինում են, չէ, բարեխիղճ մարդիկ, ում վրա այդ լացուկոցը ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան հենց խնդրանքը։ Խղճի ձեռքին գրակնեն ընկել։ Այո, զգուշանալ մեղքի զգացումից։ Այս է շատ կարևոր փաստ է։ Եկեք հարգելի բարեկամներ իմանանք կոնկրետ տարբերակներ ոչերը եւ այոները ճիշտ օգտագործելու համար, որովհետեւ ամեն դեպքում եւ ոչ եւ այոյի դեպքում պետք է մեծ նրբանկատությունը իշխի, կարծում եմ։ Համաձայն եմ։ Հիմա ժամանակն է, որպեսզի ընդամենը մի քանի վայրկյաններից մեր տաղավարում հայտնվեն մեր հյուրերը, իսկ թե ովքեր են նրանք, սիրով կներկայացնենք բազայականներ։ Դե բա լավն են գնում։ Լինելու, այո, ասեմ, որ բավականին հետաքրքիր զրույց է մեզ սպասվում, համաձայն եմ, 7-րդ զգայարանով եմ զգում, այնպես որ շարունակեք հետևել մեր ընթացքին։ Հարգելի բարեկամներ, իսկ թե ինչու ասեցի դե բա լավն են գնում, կպարզենք առաջիկայում, բայց այն որ հետաքրքիր արժևում է միանշանակ դա այդպես է։